Միացյալ Նահանգների կոնգրեսում սպասվում է մի շարք հայանպաստ նախաձեռնությունների քննարկում կոնգրեսականներն առաջարկել են օրենսդրական փոփոխությունները, որոնք ենթադրում են արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի ամրագրում ու Հայաստանի սուվերեն տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման պահանջ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ովքեր են նախաձեռնողները։ Խոսքը 6 տարբեր օրենսդրական նախաձեռնությունների մասին է, այն ուղումներ են կամ պարզաբանումներ կամ վերաձևակերպումներ տարբեր օրենքներում եւ այս նախաձեռնությունները կապված են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կամ Ադրբեջանին պատասխանատվություն կանչելու հետ։ 5 կոնգրեսականներ են նախաձեռնողները, որոնցից երկուսը ներկայացուցիչների տան հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Պալոնեն ու Գաս Բիլարակիսն են, ինչպես նաև 3 կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գեյբ Ամոն եւ Ջիմ Կոստան, ընդ որում ընդգծեմ, որ նրանք ներկայացնում են 2 կուսակցություններն էլ, այսինքն նաև իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ կան այս հայանպաստ նախաձեռնությունների հեղինակների թվում։ Տարբեր բաներ են ենթադրում։ Օրինակ Պալոննեի նախաձեռնությունը ենթադրում է հետևյալը՝ սահմանափակել նախագահի իրավունքը հայտնի 907 ուղումը շրջանցելու հարցում։ Հիշեցնեմ, այդ ուղումը Ադրբեջանի նկատմամբ ըստ էության պատժամիջոց է ենթադրում, եւ ահա Պալոննեն առաջարկում է, որպեսզի նախագահը ունենա իրավունք շրջանցելու այս սահմանափակումը միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ազատ արձակի բոլոր հայ գերիներին, եթե դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից, եթե երաշխավորի, որ Արցախում կպահպանվի հայկական ժառանգությունը եւ չի ոչնչացվի հայերին պատկանող գույքը։ Բիլարակիսի նախաձեռնությունը նման է, բայց տարբերություն կա, մասնավորապես տարբերությունը այն է, որ Բիլարակիսը առաջարկում է նաև ճանաչել արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը եւ նաև կոչ է արել, որ Պենտագոնը զեկույց ներկայացնի այն մասին, թե արդյոք Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանի դեմ ագրեսիան։ Հավանաբար խոսքը այն տարածքների մասին է, ուր ներկա է այժմ Ադրբեջանի զինված ուժերը, ներկա են զինված ուժերը։ Գեյբ Ամոյի նախաձեռնությունը ենթադրում է արգելք Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու, մինչև Ադրբեջանը չկատարի մի շարք նախապայմաններ Հայաստանի հետ եւ հայ գերիների հետ ազատ արձակելու հետ։ Դե իսկ Բրեդ Շերմանը առաջարկում է հստակ պահանջ դնել հայ գերիների ազատ արձակման եւ նաեւ պահանջ, որպիսի վարչակազմը ներկայացուցիչների պալատի առջև 180 օրվա ընթացքում զեկույց ներկայացնի այն մասին, թե ինչ վիճակում են այժմ Արցախում հայկական պատմական հուշարձանները։ Բացի այդ, նաև Շերմանը առաջարկում է քննարկել արդյոք ժամանակը չէ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հայտնի Մագնիտսկու ակտի հիման վրա։ Իսկ երբ կարող են քննարկման դրվել այս նախաձեռնությունները։ Այս նախաձեռնությունները կներկայացվեն քննարկմանը հունիսի 22-ին եւ ոնց հասկանում եմ օրը պատահաբար չի ընտրվել, հենց այդ օրը կլարանա 1000 օր այն օրից, երբ անօրինական ձևով կալանավորվեցին Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարները։ Ենթադրվում է, որ մոտ շաբաթների ընթացքում այս նախաձեռնությունները կքննարկվեն կոնգրեսի ներկայացուցիչների տան ռեգլամենտի հարցերով հանձնաժողովում եւ եթե դրական եզրակացություն լինի, այդ փաստաթղթերը արդեն կներկայացվեն լիագումար նիստում քննարկման եւ հնարավոր է քվեարկության դնվեն կամ առանձին կամ միգուցե նաեւ փաթեթով։ Առայժմ հայտնի չէ, թե քանի կոնգրեսական է սատարում կոնկրետ յուրաքանչյուր նախաձեռնությանը։ Գիտենք, որ Հայդատի հանձնախումբը ակտիվ լոբինգ է անում այս փաստաթղթերի, հանձնախմբի տնօրենը դիմել է կոնգրեսականներին կոչ անելով միանալ այս նախաձեռնություններին, դեռ ժամանակ կա եւ կարծում եմ 2 կուսակցությունների ներկայացուցիչներն էլ կհամալրեն այս նախաձեռնության համահեղինակներին։ Արտյոմ, ինչպես են Բաքվում մեկնաբանում այս նախաձեռնությունները։
Մի քանի օր առաջ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ եւ իրավապաշտպանական միություններ նամակով դիմել են կոնգրեսին, կոչ անելով ընթացք չտալ այս նախաձեռնություններին, պարզաբանելով իրենց մոտեցումը, թե ինչու է դա անընդունելի։ Հետաքրքիր է, որ 3 օր առաջ Բաքվում էր Միացյալ Նահանգների կոնգրեսում ադրբեջանական լոբբիի ղեկավարներից մեկը, կոնգրեսական Աբրահամ Համադեն։ Նա Ալիևի եւ արտգործնախարար Բահրամովի հետ քննարկել է այն քայլերի հերթականությունը, որը անհրաժեշտ է ձեռնարկել հայտնի 907 ուղումը վերացնելու ուղղությամբ։ Հիշեցնեմ, այն արգելում է Միացյալ Նահանգներին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եւ ես վստահ եմ, որ այս 6 նախաձեռնությունը պատասխանն են հենց այդ ադրբեջանական լոբբինգի։ Արդեն կես տարի է, ինչ շրջանառության մասին է այն օրինագիծը, որը ենթադրում է 907 ուղման վերացումը, սակայն մինչ օրս ընթացք չի տրվել եւ ոչ մի կոմիտեում այն քննարկման չի դրվել։ Այսպիսով վարչակազմը հուշում է Ադրբեջանի ղեկավարներին, որ ամեն ինչ իրենցից է կախված, եւ եթե իրենք իրենց վատ պահեն, ընթացք կտրվի ոչ թե իրենց նախաձեռնած այդ օրենսդրական փոփոխությանը, այլ իրենց հակառակորդների նախաձեռնած փոփոխությանը։ Այսինքն, որպիսի իրական հիմքեր լինեն 907 ուղումը վերացնելու համար, Ադրբեջանը մի շարք պայմաններ պետք է կատարի, որոնց թվում են Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքումը եւ հայ գերիների ազատ արձակումը։ Շնորհակալություն, Արտեմ։